Բարև ձեզ, եւ այսպես մուտք են գործում 2026 թվական հին ու նոր նպատակներով եւ լավատեսության նոր չափաբաժնով։ Ժամանակն է ամփոփելու նախորդ տարին եւ խոսելու նոր ծրագրերի մասին։ Այսօր մեր քննարկման թեման լինելու է Սփյուռքը։ Թեմայի շուրջ այսօր զրուցելու ենք Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարե Սինանյանի հետ։ Ողջունում եմ պարոն Սինանյան մեր տաղավարում, շնորհավորում եմ ամանորի կապակցությամբ, դիմավորել եք Հայաստանում։ Շնորհավոր, այո, ընտանիքիս հետ դիմավորել եմ Հայաստանում, ինչպես վերջին 5 տարիները։ Ընտանեկան, ավանդական, այսպես միջավայրում եք դիմավոր։ Այո, ձեզ եմ շնորհավորում եւ շնորհակալ եմ հնարավորության համար։ Շնորհակալություն, անցնենք մեր բուն թեմային, ինչպես գնահատեք նախորդ տարին որպես Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար։ Նախորդ տարին պարզապես աշխատանքոլի տարի էր, նորից մեր Սփյուռքի հայրենակիցների հետ մեր հարաբերությունների հստակեցման տարի եւ կարծում եմ ապագա մի քանի տարիները դեռ այդ ֆորմատով են լինելու, այսինքն ամենամեծ արդյունքը, որ մենք կարող ենք ապահովել այս պահին այս իրականությունում մեր Սփյուռքի հետ աշխատանքներում, դա հայաստանյան իրականությունները, Հայաստանում տեղի ունեցող գործընթացները իրատեսորեն ներկայացնելն է մեր հայրենակիցներին եւ փոխըմբռնում ստանալ նրանցից, որովհետեւ ի տարբերություն մեզ անձանց, որոնք բնակվում են Հայաստանում եւ իրականում նույնիսկ ստիպված են շատ արագ ընկալելու այն ամեն ինչ որ տեղի է ունենում Հայաստանում, մեր հայրենակիցները այստեղ չեն, հեռու են եւ շատ հաճախ նաեւ զոհ են բավական լուրջ, լավ ֆինանսավորված եւ այսպես անզիջում քարոզչության, որը տարվում է ոչ թե կառավարության դեմ, այլ իրականում տարվում է պետականության դեմ։ Այս մասով որքանով են Սփյուռքի մեր հայրենակիցները հետաքրքրված Հայաստանում տեղի ունեցածով, տեղի ունենալիքով։ Դե իհարկե տարբեր մարդիկ տարբեր հետաքրքրվածության աստիճան ունեն, կա մի հոտ զանգված, որը հետաքրքրված չի ընդհանրապես, կա մի զանգված, որը շատ հետաքրքրված է, բայց զուտ տեսական մակարդակով, կա նաև զանգված, որը հետաքրքրված է Հայաստանով որպես իսկապես իր պատմական հայրենիք եւ որպես միտեղ, որտեղ իրենք նաեւ հնարավորինս տեսնում են իրենց ապագան։ Նշեցիք, որ վերաիմաստավորման այսպես խնդիր եք դրել ձեր առջև, ինչի մասին է խոսքը, խնդրում եմ մանրամասնել։ Դե տեսեք, Հայաստանում անընդհատ ինչ որ բուռն գործընթացներ են գնում։ Պատերազմից հետո օրակարգը հայաստանյան անհրաժեշտորեն փոխվել է եւ խարսխված է այսպես իրատեսական փաստերի վրա պետության ապագան հիմնելու այս թեզի շուրջ։ Դրա համապատասխանորեն Հայաստանում տեղի ունենում այդ իրական Հայաստան, այսպես պայմանականորեն ասեմ, որ որպես գործընթաց թե ինչի մասին է խոսքը, տեղի է ունենում, չգիտեմ, խաղաղության գործընթաց, տեղի է ունենում եկեղեցական վերնախավի որոշ անձերի նկատմամբ ժողովրդի անվստահության արտահայտության գործընթաց, սրանք բաներ են, որոնք մեզ համար անհրաժեշտություն են, սրանք մեր համար լրիվ հասկանալի են, ասենք գոնե քրիտիկական մասսայի համար Հայաստանում բնակվող անձանց, իսկ Սփյուռքում միշտ չի որ այդպես է, որովհետև այնտեղ նրանք չեն հասկանում հարցի խորությունը, չեն հասկանում թե ինչու են քայլեր ձեռնարկվում, որոնք թվում է թե այսպես տհաճ են ականջի համար, հաճելի թեմաներ չեն, ոգևորություն չեն առաջացնում, էնտուզիազմ չեն առաջացնում, բայց իրականում պետության կայացման, պետականության ամրապնդման համար թթվածնից ավելի անհրաժեշտ են։ Ես նայում եի ձեր ընդհանուր օրակարգը տարվա մեջ շատ այցեր եք իրականացրել, վերջինը որքան տեղյակ եմ Իսրայել այցներ, հենց Իսրայել այցը ինչ նպատակ էր հետապնդում։ Կան մի քանի նպատակներ կային, տեսեք Իսրայել վերջին անգամ հայաստանյան պաշտոնյա այցելել է 2010 թվականին, դա եղել է Տիկին Հրանուշ Հակոբյանը, Սփյուռքի նախարարը եւ դրանից հետո ոչոք չի այցելել, բնական է որ անկախ Հայաստանի հարաբերություններից Իսրայելի հետ մենք ընդեղ ունենք ոչ միայն համայնք, որը շատ հետաքրքիր համայնք է ընդ որում եւ յուրահատուկ է, այլ նաեւ ունենք պատրիարքարան եւ ունենք Երուսաղեմ հայկական թաղամաս, այսինքն այնտեղ մենք ունենք ֆիզիկական ներկայություն, որը չի սահմանափակվում մարդկայինով, նույնիսկ չի սահմանափակվում աշխարհագրականով, նույնիսկ չի սահմանափակվում հոգեվորականով, այլ այսպես պատմական մի ներկայություն է, որը
եթե ճիշտ ձևով ամեն ինչ դասավորվի հաջորդ տարիների ընթացքում եւ պետությունն էլ կարողանա այդ ամենը ճիշտ ձևով խթանել եւ ճիշտ ձևով ինչ որ չափով կառավարելի դարձնել, ինչ որ նաեւ ազդեցության բավական լուրջ լծակ կարող է լինել, այսպես դրական իմաստով եմ ասում։ Հաշվի առեք այն փաստը, որ Երուսաղեմը մի վայր է, որը սուրբ է 3 կրոնների համար, 3 դոմինանտ, այսպես կրոն, երևի չասեմ դոմինանտ, իհարկե հինդուիզմն էլ շատ մեծ կրոն է, բայց 3 մեծ կրոնների համար, կամ 2 շատ մեծ եւ 1 ավելի փոքր կրոնի համար, բայց աշխարհաքաղաքական իմաստով շատ հարցերի կիզակետ է։ Եվ արի ու տես, որ այդ քաղաքում 4 թաղամասեր կան ընդամենը, որոնցից մեկը հայկական է։ Չնայած որ բնակչությունը իհարկե այլևս մեծամասամբ ասենք հայկական չի, անիմաստով որ Երուսաղեմի 20-25 հազարից ավել բնակչությունից հիմա 2-3 հազարն է մնացել իրականում, բայց այնուամենայնիվ բոլորը գիտեն, որ դա կոչվում է հայկական թաղամաս, բոլորը գիտեն, որ այնտեղ գտնվում են հայկական պատրիարքան, այնտեղ գտնվում է հայկական եկեղեցիներ, հայկական ժառանգություն, հայկական նաև արհեստի բավական նշանակալի ներկայություն կա։ Եվ այս ամենը իհարկե կարող է լինել օրինակ Հայաստանի եւ Իսրայելի, Հայաստանի եւ Պաղեստինի միջև շատ ամուր եւ ինչու ոչ նաեւ բարեկամական հարաբերությունների ինչ որ գործոն։ Ես սա ասում եմ ապագայում իհարկե, որտեղ մենք դրանից հիմա շատ հեռու ենք։ Այսինքն դա ավելի շատ դիվանագիտական այց կարող ենք համարել։ Ամենևին ոչ, ես պարզապես ասում եմ, թե ինչ օրինակ ինչ դեր ունի համայնքը այնտեղ, որտեղ համայնքը զուտ անձինք չեն, համայնքը նաև պատրիարքարանն է, համայնքը նաև այդ թաղամասն է, որը լուրջ թեմա։ Վերջերս այսպես բարձրաստիճան պաշտոնյաներից մեկն էր այցելելով Իսրայել, այցելել հայկական թաղամաս, հայկական եկեղեցի, կարևորելով հայկական գործոնը։ J.D. Vance-ն էր փոխնախագահն, եթե չեմ սխալվում, այցելել էր հայկական թաղամաս, այո, մենք ունենք դա փաստ է, ու դա ժառանգել ենք եթե ոչ 1500 տարվա, ապա հաստատ հարյուրավոր տարիների լուրջ ջանքերի արդյունքում։ Հիմա հարցն է, թե ինչ ենք անելու դրա հետ ապագայում, բայց դա ապագայի խնդիր է։ Այնտեղ մի շարք խնդիրներ կային եկեղեցապատկան, այսպես հողատարածքների հետ կապված, այդ խնդիրները լուծվել են, թե դեռ շարունակվում են։ Խնդիրները չեն լուծվել, խնդիրները շատ լուրջ են եւ իրենց մեջ մեծ վտանգ են իհարկե նաեւ պարունակում, որովհետեւ այդ ամբողջ ժառանգությունը, որի մասին ես խոսում եի, մեր ներկայությունը, մեր գործոնը ինչ-որ չափով վտանգված է այդ խնդիրների պատճառով, մեկը այդ Կովերի պարտեզի վարձակալման պատմությունն է պատրիարքարանի կողմից, մյուսն էլ Իսրայելի պետության կողմից տարբեր գույքահարկերի 80-ական թվականից գույքահարկի գանձում մենք այդտեղ անելիք ունենք։ Դեք եթե իմ կարծիքն եք հարցնում, որպես հայ մարդու ես կարող եմ ասել, որ տեսականորեն ունենք, բայց պետությունը պետք է դրա կարողությունը ունենա, այսինքն պետք է լինես այն պետությունը, որ կարող է այդ անելիքները անել, այսինքն ունենալ անելիք եւ իրատեսորեն կարողանալ այդ անելիքը իրագործել մի քիչ տարբեր բաներ են։ Խոսենք ձեր ծրագրերից, ունեք երկարաժամկետ եւ կարճաժամկետ ծրագրեր, մի փոքր անդրադառնանք երկարաժամկետ ծրագրերի եւ կարճաժամկետ ծրագրերի մասին։ Կարճաժամկետ ծրագրերը իրականում միտված են այսպես երկարաժամկետ ծրագրերի սնելու հետեւաբար այդ հոգեբանությամբ այդ գաղափարախոսությամբ են ստեղծվել, լինի դա կարճաժամկետ ասելով մեր ամենամյա ծրագրերն են սկսած ամառային ճամբարից, քայլ դեպի տնից, վերջացրած Սփյուռքի երիտասարդ դեսպանների ծրագրով կամ նույնիսկ դիասպորա ծրագրով, Սփյուռքի հանձնակատարների ինստիտուտի շարունակական գործընթացով, սրանք բոլորը ունեն, թվում է թե կարճաժամկետ են, բայց ի վերջո, եթե մենք այս ծրագրերի միջոցով նաև ամրապնդում ենք հարաբերությունը Հայաստանի եւ Սփյուռքի միջև, եթե ցանցեր ենք ստեղծում, եթե նաեւ վստահություն ենք ստեղծում Սփյուռքի եւ Հայաստանի միջև, ապա սա ծառայում է մեր երկրաժամկետ նպատակներին, որը հնարավորինս արդյունավետորեն
Հայաստան-Սփյուռք հարաբերությունները օգտագործելն է իշահ մեր ազգի։ Ինչ եմ ասում ազգի, որովհետև այո, Հայաստանը շահեր ունի եւ Հայաստանի պետության շահերը կարծում եմ գերակա են այս ամենի մեջ, որովհետև միակ տեղը, որտեղ այդ ազգը իրոք պաշտպանված կարող է լինել եւ որտեղ մեր մշակույթը, մեր լեզուն, մեր կենսակերպը, մեր դավանանքը, չգիտեմ, մեր ամեն ինչը կա պաշտպանված կլինի երկարաժամկետ իմաստով, դա Հայաստանի Հանրապետությունն է։ Սա չի կարող վեճի առարկա լինել։ Բայց մենք նաև ունենք միլիոնավոր մեր հայրենակիցներ, որոնք Հայաստանից դուրս են ապրում եւ հավանաբար դուրսն են ապրելու, այնպես չի որ հայրենադարձվելու են բոլորը Հայաստան։ Հետևաբար պետք է նաև հաշվի առնենք, որ որևէ հարաբերություն չի կարող միակողմանի լինել։ Մենք չենք կարող Սփյուռքին անդրադարձել, գիտեք, Հայաստան, այնտեղ միշտ հարց է ծագում։ Բա լավ, բա մենք իսկ Հայաստան ինչ է պատրաստ անել Սփյուռքի համար։ Հետևաբար մեր ծրագրերի այդ երկարաժամկետ նպատակը իհարկե մեր ավելի համահունչ աշխատանքն է ընդհանուր շահերի շուրջ։ Եվ այդ ընդհանուր շահերը, կրկնում եմ, առաջին հերթին դա պետության եւ պետականության ամրապնդումն է, որից նաեւ կախված է Սփյուռքի ճակատագիրը երկարակյացության իմաստով, նաեւ բարեկեցության իմաստով։ Եթե մենք ունենանք հզոր ուժեղ պետություն, կգա այն պահը, որ չեմ կասկածում, կգա այն պահը, որ պետությունը նաեւ կսկսի դուրսի հայերի խնդիրները ինչ որ ձևով հոգալ, հասկանալով, որ այդ սիմբիոսային հարաբերությունը ի վերջո գոյություն ունի եւ եթե մեր նեղ պահին մենք միշտ ակնկալել ենք, որ Սփյուռքը պետք է աջակից լինի Հայաստանին, ապա միայն արդար է, որ նեղ պահերին նաեւ Հայաստանը աջակից լինի Սփյուռքին։ Այսինքն որքան ուժեղ է հայրենիքը, Հայաստանը, այնքան ուժեղ է նաեւ Սփյուռքը, համայնքները Սփյուռքի։ Միանշանակորեն, որովհետեւ եթե նայենք այս հարաբերությանը, այնուամենայնիվ խարիսխը Հայաստանն է, այդ ձգող ուժը Հայաստանինն է եւ ինչ է նշանակում հայ, դա ինչ որ չէ, ինչ որ բաներ է իր մեջ պարունակում, կրկնում եմ, այդ նույն լեզուն, նույն մշակույթը, նույն պատմության, այն ինչ որ մեզ կարողացել ենք փրկենք, մենք այդտեղ շատ ենք կորցրել, այդ ամեն ինչը միայն կարող է Հայաստանում պահպանվել եւ պաշտպանվել, իսկ առանց այդ ամեն ինչի, ասենք, Սփյուռքն էլ է իր իմաստը կորցնում, եթե օրինակ Սփյուռքում օրինակ լեզվի կորուստը բավական սրընթաց ձևով է տեղի ունենում եւ այդպիսով առանց նույնիսկ լեզվի կորուստով հանդերձ չկորցնեն իրենց ինքնությունը հայկական։ Եթե դու չունես այդ Հայաստանը, ապա լեզվի կորուստը իրոք բերում է ամեն ինչի կորուստին համարյա։ Դուք խոսեցիք ցանցային այսպես համայնքներ Սփյուռք ունենալու մասին, այսինքն Սփյուռքի փափուկ ուժը օգտագործելու մասին է։ Փափուկ ուժը ոչ փափուկ ուժը տնտեսական ներուժը օգտագործելու նաև քաղաքական նպատակներով արտերկրում այսպես բառացի որ այո հիմա տեսեք դա չի հաջողվել փաստորեն այս վերջին տարիները ցույց տվեցին որ փափուկ ուժը չունեցավ այն արդյունքը փափուկ ուժի գործածումը որը օրինակ մեզ կփրկեր մեր ազգային անվտանգության հարցերի լուծման մեջ բայց այդտեղ հարց է ծագում ինչու, չէ, եւ պետք է հասկանալ, որ դա ասենք օրինակ սխալ ուղղություններ բռնելու արդյունք էր, ռեսուրսները սխալ ձևով օգտագործելու արդյունք էր, առաջնայնությունների սխալ բաշխում էր։ Եթե դու այդ հարցը լուծում ես եւ կարողանում ես դա կոմունիկացնել նաեւ մեր հայրենակիցներին, բացատրելով թե ինչն են մեր առաջնայնությունները եւ ինչու են դրանք մեր առաջնայնությունները, ապա լրիվ այլ արդյունք կարելի է ակնկալել, բայց եթե նորից հիմա վերադառնամ այս ծեծված հարցին, եթե Սփյուռքը օրինակ իր համար մեկ առաջնայնությունը ընտրում է հայոց ցեղասպանության ճանաչումը եւ այդպես հենց ճանաչումը հետեւից բան չկա այլևս, այսինքն ճանաչումը եւ ինչ, հետո ինչ պետք է լինի դրանից հետո։ Եթե ամբողջ ռեսուրսները գնում են դրան, եթե դա դառնում է գերնպատակ, եթե Հայաստանի պետությունն էլ ասում է այո, ճիշտ եք անում, շարունակեք, լավ է, ամեն ինչ լավ է, վերջը լավ չի լինելու բնական է, բայց եթե դու կարողանում ես իմաստավորել այդ ամենը եւ ասում ես, օքեյ, նույնիսկ եթե հայոց ցեղասպանությունը կարեւոր է, շատ կարեւոր է, բայց ոչ միայն որպես բարոյական այսպես արժեք, բարոյական հաղթանակ, այլ դրանից բխող ինչ որ, չգիտեմ, անվտանգային դիվիդենդներ Հայաստանի համար, հայ ժողովրդի համար, որովհետեւ առանց դրա այդքան ռեսուրս, այդքան մարդկային
ժամեր, այդքան ֆինանսական կարողությունները օգտագործել զուտ ինչ որ բարոյական հաղթանակների վրա, ես սխալ եմ համարում, կներեք։ Այսինքն ես ճիշտ հասկացա, որ տարբեր պետությունների կողմից ցեղասպանության ճանաչման այսպես փաստը որևէ այսպես օգտակար գործ, այսպես նշանակություն չի ունենում մեզ համար։ Նորից ասեմ, տեսեք, եկեք նայենք 44-օրյա պատերազմին, երբ որ մեր ժողովուրդը կենաց մահու պայքար էր վարում, եւ դրան հետևող նաեւ Լեռնային Ղարաբաղի շրջափակմանը, որին հետևեց նաեւ էթնիկ զտումը, ինձ թող մեկը համոզի, որ ցեղասպանության ճանաչման գործընթացը ինչ որ դրական արդյունք բերեց եւ կանխեց դրանից որևէ մեկը։ 20 թվականին մենք մեզ զգացինք մեկ ուսացած ամբողջ աշխարհից, այսինքն ոչ ոք ձայն չհանեց պատերազմի օրերին եւ ես անդադ այդ հարցն եմ ինձ տալիս։ Ուր էր ցեղասպանության ճանաչման հետևանքը, արդյունքները, դրական արդյունքները, շոշափելի արդյունքները ուր էին։ Այո, ես էլ ցեղասպանության վերապրողի թոռ եմ եւ բարեապես ինձ լավ զգացի, որ ասենք տարբեր օրենսդիր մարմիններ ամբողջ աշխարհում ընդունում էին ցեղասպանությունը մեկը մյուսի հետևից, բայց որպես հասուն մարդ հարց եմ տալիս, ասում եմ, բայց հետո ինչ դա բերեց իրականում բացի այդ շատ կարճաժամկետ հոգեվոր բավարարվածությունից։ Ինչ։ Իսկ մենք որպես պետություն ունեցող ժողովուրդ պետք է շատ ավելի սառնարյուն լինենք եւ շատ ավելի այս բանել, մատերիալիստ է իմաստով, այսինքն մենք պետք է կոնկրետ բաներ ակնկալենք մեր ռեսուրսների ծախսման դիմաց։ Պետք է հասկանանք, թե ինչ է շահում դրանից պետությունը, ինչ է շահում դրանից ազգը եւ չլրվենք այդ մեր հայկական չարաբաստիկ բարոյական հաղթանակների շղթաների մեջ։ Որտեւ գիտեք, չէ, միշտ խոսում ենք, ասում ենք, ավարայրի ճակատամարտը պարտվեցինք, բայց դա մեծ բարոյական հաղթանակ էր։ Մեզ պետք են իրական հաղթանակներ, խոսքը ռազմականի մասին չի, մեզ ընդհանրապես պետք են հաղթանակներ, դա թող լինի գիտության մեջ, թող լինի առողջապահության, պետականաշինության մեջ, բայց շոշափելի հաղթանակներ, կոնկրետ բաներ, որ մենք կարողանանք ներկայացնել մեր ժողովրդին եւ Հայաստանում եւ Սփյուռքում ասենք տեսեք, այս է հաղթանակ է։ Եվ այդ շոշափելի հաղթանակներն են, որոնք ստեղծեն են պայմանները Հայաստանում, երբ մեր մարդիկ, մեր ժողովուրդը, մեր հայրենակիցները չեն ուզենա հեռանալ Հայաստանից, իսկ նրանք էլ, որոնք դուրս են ապրում, գոնե մի մասը կուզենա գալ եւ ապրել Հայաստանում, որտեղ բարոյական հաղթանակներով պետություն չես կառուցի, բարոյական հաղթանակներով անվտանգություն չես կառուցի, բարոյական հաղթանակներով ապագա չես կառուցի։ Բազմաթիվ տեսակետներ են հնչում այս հարցի շուրջ, բազմաթիվ քննարկումներ են լինում։ Խոսեցիք հայրենադարձության մասին, այսպես դրական միտում կա այս առումով։ Դրական միտում, գիտեք, դրական միտում կա, այստեղ երևի տեսեք, դրական միտում, այսպես նախնական մեծ ոգևորություն կար հեղափոխությունից հետո, Թավշյա հեղափոխությունից հետո, պարզապես COVID-ի համավարակը եւ դրան հաջորդող այդ պատերազմը, անկայունությունը եւ այլն իհարկե ընդհատեցին այդ միտման ֆիզիկական իրագործմանը։ Հիմա տարօրինակորեն 23 թվականի Ռուսաստան-Ուկրաինա առճակատման այս վերջին փուլի մեկնարկից հետո դրական միտումը շատ բացահայտ դարձավ նորից, իհարկե դա ոնց որ մեզնից չէր կախված, դա պատմական հանգամանքներից էր կախված, բայց ես ասում եմ, դրան նայել բացասական ձևով սխալ է, որովհետև ինչ կարևոր է, թե դրդապատճառը ինչ է մարդկանց Հայաստան գալու եւ Հայաստանում բնակվելու։ Օրինակ իմ համար հեչ կարևոր չի։ Հա, ես շատ կուզեի, որ Հայաստանը այնպիսի մի երկիր լիներ, Շվեյցարիա լիներ, որ բոլոր աշխարհում ձգտեին գալ եւ Հայաստանում ապրել։ Բայց եթե դա չունենք, եթե այդ իրականությանը դեռ չենք հասել, ինչ կարևոր է, թե ինչու են մարդիկ ուզում գալ Հայաստանում ապրել։ Մեզ պետք են մարդիկ, մեր դեմոգրաֆիկ կատաստրոֆան կանխելու համար մեզ պետք են բնակիչներ եւ ցանկալի հայազգի բնակիչներ, որովհետեւ մեր ծնելիությունը չնայած որ աճել է վերջին տարիների ընթացքում եւ դա ի շնորհիվ նաեւ նշեմ պետական ծրագրերի, որոնք քաջալերում են երեխա ունենալը, որը շատ կարևոր է եւ պետք է շարունակել եւ զարգացնել այդ ծրագրերը, բայց միևնույնն է մենք նույնիսկ բնակչությունը հավասար պահելու թվերին չենք հասել ու այս 21-րդ դարում հիմիկվա պայմաններում շատ կասկածելի է որ երբևէ կհասնենք։ Հետևաբար, ինչպես ենք լուծում հարցը միգրացիայի շնորհիվ։ Հիմա հարց եմ տալիս,
միգրացիայի ուզում ենք որ գան, ասենք մարդիկ այլազգիներ տարբեր երկրներից, ես այստեղ որևէ ինչ-որ ռասայական խտրականության մասին չեմ խոսում դրա մասին, որ սա հայկական պետությունն է, որտեղ ապրում են հայերը, եւ ցանկալի կլիներ, որ այդ միգրացիան այլ բան կոչվեր հայրենադարձություն, այսինքն եկողների ճախճախիչ գոնե մեծամասնությունը լինեին հայեր, որովհետեւ սա մնա Հայաստան, մնա հայերի պետությունը։ Իսկ այլապես կրկնում եմ, եթե մենք ստեղծում ենք այնքան լավ երկիր, եթե մեզ մոտ հաջողվում է ստեղծել այնքան բարձր կենսամակարդակ ունեցող երկիր, որ այլ ազգերը բոլորը երազում են գալ Հայաստանում ապրել, դա խնդրեմ չի, դա լավ բան է։ Միացյալ Նահանգների միգրացիոն կոշտ քաղաքականությունը ինչպես է ազդել, ունեք տեղեկություններ վերադարձը։ Չունեմ, սկզբից գիտեք, այդպես սկանդալային պատմություններ կային, որ INS այդ իմիգրացիոն ծառայությունը Ամերիկայի մոտ 2500 հայերի նախնական ցուցակ ունի, այսինքն անձինք, որոնք ենթակա են դեպորտացիայի, բայց թե ինչքանով է դա իրագործվել, անհասկանալի է եւ անհայտ, որովհետեւ տեսեք, եթե նախընտրական պայքարում նախագահ Թրամփը խոստացել էր առաջին տարվա ընթացքում դեպորտացիայի ենթարկել 2 միլիոն անօրինական միգրանտների, որքան որ ես հասկանում եմ, իրականում դեպորտացիայի ենթարկված անձանց թիվը շատ համեստ է, շատ փոքր է։ Հետևաբար կարծում դա նաև արտահայտվում է հայերի։ Աղմուկներ, քան թե այսպես։ Դե խոստումները կային, բայց գիտեք, այդ նման բան իրագործելը շատ բարդ է եւ իմ չեմ ուզում տենց խորանամ Ամերիկայի ներքին գործերի, այդ մի քիչ ուրիշ երևի այլ կարգավիճակով որ լինեմ, շատ կխորանամ դրա մեջ, որովհետեւ ի վերջո ինքս էլ քաղաքականություն եմ եղել Միացյալ Նահանգներում, բայց ինչ պատճառներով այդ խոստումը եւ նախնական քայլերը կարծես դեռևս չեն արտահայտվել այդ մասսայական դեպորտացիաների մեջ եւ չնայած որ գիտենք որ որոշ հայեր օրինակ դեպորտացիայի ենթարկել են, բայց մեծ թվերի մասին տեղեկություն չունենք։ Լավ, մեր հայրենակիցը վերադառնում է Հայաստան, ունենք ինտեգրացիոն ինչ-որ ծրագրեր, որ կարող ենք օգնել։ Այո, ունենք, շատ համեստ են եւ դրա համար ես շատ ցավում եմ, բայց այն հնարավորությունները, որոնք մեզ տվել են եւ ոչ միայն, մենք կարողանում ենք հոգալ օրինակ այն մարդկանց, որոնք դիմում են մեր Հայաստանի առաջին եւ միակ Հանրադարձության ինտեգրման կենտրոնը, որը բացվեց 2023 թվականին, վարչապետ Նիկոլ Փաշինյանը բացումն արեց, այդ կենտրոնը այդ մարդկանց համապարփակ օգնություն է մատուցում, սկսած այսպես թղթաբանական փաստագրային ծառայություններից վերջացրած աշխատանք գտնելու հարցում, լեզվի դասեր, երեխաների խնդիրների լուծում, դպրոց, մանկապարտեզ եւ այլն, եւ ես շատ հպարտ եմ, որ մարդիկ մեծ սիրով են դիմում ինտեգրման կենտրոնին, հասկանում են, որ այնտեղ մի ունիկալ բան կա, որ Հայաստանում քիչ է պատահում, սրտացավ աշխատակիցներ, ում համար այդ մարդկանց ճակատագիրը Հայաստանում գերխնդիր է, այսինքն այդ մարդկանց մնալը, ինտեգրվելը, հարմարվելը, դա է ամբողջ աշխատանքի նպատակը։ Հետևաբար մենք իրենց այսպես ամեն ձևով փայփայլով փորձում ենք հարցերը լուծել մեր ունեցած ռեսուրսներով։ Օրինակ, ինչին ու որքան է կազմում դիմողների քանակը։ Դիմողների քանակը մի քանի հազար է, որը մեծ թիվ է մեր համար, որովհետև ի վերջո կրկնում եմ ռեսուրսները սահմանափակ են, ասեմ որ այս հարցում մեզ շատ օգնում են մեր հասարակական կառույց գործընկերները, Իզմիլյան հիմնադրամը, շատ մեզ օգնում է Ամերիկայի հայ-ավետարանչական ընկերակցությունը, Հովնանյան հիմնադրամը, այս կազմակերպությունները պատրաստակամություն ունեն հայրենադարձության գործում ներկայացված լինել եւ ամեն կերպ աջակցել, որպեսզի եկող մարդիկ հնարավորինս քիչ խնդրեմ ունենան եւ ուզենան մնալ ընդմիշտ Հայաստանում։ Եվ կրկնում, չնայած նրան, որ մենք օրինակ բյուջետ չունենք մարդկանց ավիատոմսեր ձեռք բերել եւ այլն, բան չկա մարդ, որը մեզ դիմի եւ ասի, գիտեք, մենք կարիքավոր ընտանիք ենք եւ չենք կարողանում այս մի կետից Հայաստան հասնել հայրենադարձվելու համար, մենք այդ հարցերը միևնույն լուծում ենք իրենց համար։ Բացի ավանդական այսպես ծրագրերից, որ իրականացնում եք ամեն տարի, այս տարի ինչ-որ նոր հարաբերություններ սպասվում, թե ոչ։ Եկող տարվա ընթացքում տենց նշանակալից նոր հարաբերություն չկա, մենք էլի փորձում ենք Սփյուռքյան պարտատոմսերի ծրագիրը այսպես վերակենդանացնել եւ դարձնել պետական ծրագիր։ Ինչի մասին է խոսքը։ Սրանք հատուկ պարտատոմսեր են, որոնք
պետությունը վաճառում է սփյուռքահայերին, որպեսզի ավելի հասկանալի Իսրայելի փորձի վրա հիմնվելով Իսրայելը դեռ իր ստեղծման երևի 5-րդ տարուց սկսել է թողարկել հատուկ իր սփյուռքի համար նախատեսված պարտատոմսեր, եթե դա 50-ական թվերին արվում էր 50-ական, 60-ական, 70-ական թվերին իսկապես ֆինանսական ռեսուրսներ գոյացնելու համար պետական ինչ-որ հատուկ ծախսերի համար եւ ենթակա չլինել այդ գումարները գոյացնելուց միջազգային ֆինանսական կառույցների օրինակ այդ ռեյտինգներին եւ այլն, որովհետեւ եթե դու կոնֆլիկտային վիճակում ես, քեզ ոչ ոք ռեյտ չի անելու եւ ոչ ոք քեզ չի աջակցելու, որ դու կարողանաս պետական հասարակ պարտատոմսեր վաճառել։ Իսկ նման իրավիճակներում Իսրայելը միշտ դիմել է սփյուռքյան պարտատոմսերին, Israel bonds կոչվածին։ Եվ հիմա երբ որ Իսրայելը ոչ մի ֆինանսական խնդիր չունի իրականում, շատ հարուստ երկիր է եւ այլ տեղերից ֆինանսավորում է ստանում, այնուամենայնիվ Իսրայելը շարունակում է Israel bonds պրոգրամը եւ օրինակ 23 թվականի հոկտեմբերի 8-ի այդ Համասի հետ պայքարի սկզբից հետո նրանք միլիարդավոր դոլարների պարտատոմսեր են վաճառել իրենց հայրենակիցներին ամենտեղ եւ դա հիմա նրանք անում են ոչ միայն գումար գոյացնելու հատուկ նպատակների համար, այլ նաեւ սփյուռքում հոգեբանական կապը պետության հետ եւ այն ամենի հետ ինչ որ տեղին է ունենում պետության հետ ավելի ամուր դարձնելու համար, այսինքն եթե դու պարտատոմս ես վաճառում սփյուռքային, ասում ես գիտես սա այս պարտատոմս օրինակ չգիտեմ, գիտության զարգացման համար է կամ պաշտպանական կարիքների այս ինչ որ բացը հոգալու համար է, գնողը դառնում է ոչ միայն պարտք տվող պետությանը, գնողը դառնում է նաեւ պետության գործի մեջ ներմուծված արդեն ներդրված անձնավորություն, այսինքն շահառու է դառնում։ Եվրոպարտատոմսերի նման բան է, որ թողարկել են։ Եվրոպարտատոմսերը այսպես շարքային պարտատոմսեր են, այսինքն դրանք թողարկելուց առաջ դու պետք է անցնես կոնկրետ process-ներով, պետք է հաստատվի, դու հիմնականում գնողները ինստիտուցիոնալ գնողներ են, բանկեր են եւ այլն, ոչ հայկական շատ դեպքերում։ Իսկ այս դեպքում դու հույսը չես դնում ինստիտուցիոնալ գնողների վրա, դու հույսը չես դնում, որ այդ process-ով կանցնես, որտեղ կրկնում եմ, հաճախ ստիպված ես լինում սրան դիմելու կոնֆլիկտային կամ սուր իրավիճակներում, երբ հետ պարտադիր չի, որ միջազգային ֆինանսական կառույցները դրական գնահատական կտան օրինակ այդ թողարկմանը, իսկ դա միշտ պարտադիր է ամեն թողարկումից առաջ։ Դա գաղափար է, թե արդեն ինչ-որ մի սուալ է։ Գաղափար է, որը քննարկումների փուլեր է անցել, բայց դեռևս առաջ խաղացում չկա։ Իհարկե, սա է երևի ամեն այսպես հեղափոխական բանը, որ կուզենք անել, որտեղ կրկնում եմ, սա եւս մի շատ հասկանալի եւ շոշափելի հարաբերությունները ամրապնդելու ձև է։ Ինչու՞, որտեղ տեսեք, սա ի տարբերություն բարեգործության, որը շատ լավ բան է, շատ դրական լավ բան է եւ այլն, բայց շարունակական չի կարող լինել, այսինքն այդ անգլերեն բառը չգիտեմ հայերեն չի թարգմանում, sustainable չի, որտեվ մարդիկ հոգնում են ի վերջո, հետո մարդիկ անընդհատ միշտ այդ կոռուպցիոն ռիսկերը կան, բայց գումարը ուր գնաց եւ այլն, սա պարտատոմս է, դու վաճառում ես, մարդը գիտի, որ երբ որ պարտատոմսի թերմը վերջանա, ինքը գումարը հետ է ստանալու, պլյուս տոկոս, շահույթ, interest կոչվածը։ Ինչն է իհարկե պետությունը շահում է ամենի մեջ, որ նման պարտատոմսեր, ինչպես օրինակ Israel bonds-ն է, այդ տոկոսադրույքը ավելի ցածր է։ Դու քո հայրենակցին ասում ես եղբայր գնի սա, դու սրանով ինքդ էլ փողոտ կստանաս, տոկոս էլ կստանաս, տոկոսը մի քիչ կստանաս, բայց հայրենիքիդ լավություն արած կլինես։ Այդ կոչվում է հայրենասիրական discount։ Սա էլ մեջը, որտեղ որ բոլորը շահ են այս ամենի մեջ։ Վերջը շատ հասկանալի հարաբերություն է ստեղծում պետության եւ սփյուռքի միջև։ Բոլորը շահում են, ոչ ոք ոչ մեկից ողորմություն չի խնդրում, ակնկալիքները շատ հստակ են, երբ է գումարը հետ ստանալու ինչ տոկոսով, հասկանում եք, եւ մեզ այդպես հստակություն այս հարաբերությունների մեջ շատ է պետք։ Հստակություն եւ փոխշահավետություն, որովհետեւ բոլորը հասկանան, որ սա միակողմանի հարաբերություն չի։ Նշեցիք այս տարի նորություն չունենք, բայց շատ հետաքրքիր նորություն ունեիք դրա հետ կապված։ Հարցերը շատ են, սակայն մեկ հաղորդման շրջանակում չեն կարող բոլորին անդրադառնալ։ Շնորհակալություն Պարսենյան այսօր մեզ հյուրընկալվելու համար եւ ձեզ նոր ձեռքբերումներ եմ ցանկանում, ձեր նոր կալացիան։ Ձեզ էլ ամենալավը։
Շնորհակալություն, հիշեցնեմ, որ այսօր մեր տաղավարում զրուցում ենք Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարե Սինյանյանին։